Հարգելի ստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք ՄԱՍ կուսակցության նախագահ, ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Աղազարյան, երեք ասուլիսի ընթացքում մի քանի այսպես հայտարարություններ հնչեցրեցիք։ Ձեր կուսակցությունը փաստորեն արդեն որոշում ունի մասնակցել ընտրություններին, ու ինչպես դուք եք նշում, այս պահին բանակցություններ են ընթանում տարբեր կուսակցությունների հետ, դաշինքի հետ կապված։ Այսինքն վստահ չեք, ձեր ուժերին ուզում եք դաշինքով, այս հարցին պատասխանեք եւ ում հետ եք այս պահին կոնկրետ բանակցություններ տարվում, շատ է քննարկվում ձեր դեպքում օրինակ Լուսավոր Հայաստանի հետ դաշինքը կան նման քննարկում, թե ոչ։ Դե ինչպես գիտենք, կուսակցությունների դեպքում 4% նշաձողը պիտի հաղթահարվի, որը մոտավորապես 50-60 հազար ձայնի չափ կարող լինի մոտավորապես, որը իհարկե շատ դժվար է, այդքան հեշտ բան չի դա, չնայած ուրիշ տարբերակների դեպքում մենք գնալու ենք այդ քայլին, մասնակցել ենք առանձին։ Այո, բանակցությունների մեջ ենք շատ կուսակցությունների հետ, եւ ամենատրամաբանականը այն է, որ մենք նաեւ բանակցությունների մեջ ենք նաեւ Լուսավոր Հայաստանի հետ։ Եվ ինչ արձագանք կան։ Եվ որտեղ մեր արժի համակարգային հենքը շատ ընդհանրություններ ունեն, դեռ գործընթացը ավարտված չի։ Շատ հանգամանքներից է կախված։ Ես կարծում եմ 10-15 օրվա մեջ վերջնականապես կհստակեցվի այդ ամեն ինչը եւ բանակ ստեղծվի, այդպես կոչված իմ կարծիքով կուսակցությունների հետ, բայց թե Լուսավոր Հայաստանի հետ, թե մեկ այլ կուսակցության հետ, այսպես չեմ կարող ասել։ Իսկ այն առաջի հարցի հետ կապված ուժերին վստահ չեք, այդքան ուզում եք այլ աջակցություն։ Ասացի, որ 4% բարիերը դա 50-60 հազար ձայն է, ինչ է նշանակում ուժերին վստահ չենք։ Դա ուղղակի դժվար հաղթարելի բարիեր է, բայց ոչ անհնար։ Հետևաբար մենք նախընտրում ենք, որպեսզի միասնականանանք։ Բացի դրանից, որ ասենք մեր ցանկությունն է այդպես, նաև ընդհանուր տրամաբանությունը պետք է այնպես լինի, որ կուսակցությունները, քաղաքական ուժերը, որոնք դիրքավորված են ընդդիմադիր դաշտում, պետք է ընդհանրեն, որ փոշիացման գործընթացը մինիմումի հասցվի։ Պարոն Աղազարյան, հաշվի առնելով, որ օրինակ նախորդ ընտրությունների արդյունքում Լուսավոր Հայաստանը բավականին ցածր ձայներ հավաքել ու խորհրդարան չանցավ, նրանց հետ համագործակցությունը ինչու հնարավորություն է տալու, որ այդ բարիերը հաղթահարեք, այդքան սպասումներ ունեք, քանի որ այնպես չի նրանց, հա, այսպես վիճակը ձայները այդքան բարձր է պարկանիշը։ Էդմոն Մարուկյանը քաղաքական դաշտում այն դեմքերից է, որ ասես հավանական իր գլխավորված ցուցակը բավականին ուժեղ կլինի։ Եվ եթե անցած անգամ չի հավաքել բարիերը հաղթահարելու համար անհրաժեշտ ձայներ, դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը շատ գեղեցիկ ձևով օգտագործեց հնին նորի այսպես կոչված պայքարը, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանին որպես բոբո ներկայացնելու եւ ընտրողը մի մասը անտարբեր մնաց, մի մասն էլ տեղափոխվեց այդ դաշտ եւ հետեւաբար նաեւ դառնում է պայմանավորված երևի Լուսավոր Հայաստանի բարիերը չհաղթահարելը։ Դե դուք էլ եք ասում, որ նրանք ինքան վատն են, որ պատրաստ չեն անգամ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար համագործակցել նրանց հետ։ Անկեղծ ասած, պիտի անկեղծ լինենք էլի։ Դա ճիշտ է, մենք ասում ենք, որ մենք շատ տարաձայնություններ են քաղաքական, բայց նույնիսկ չի, որ իրանք մեզ խնդրում են էլի առավոտվանից մինչև երեկո, մենք էլ մերժում ենք, այդ վիճակներ չկա, պիտի անկեղծանամ։ Եվ երկրորդը մենք ճակատի գաղափարն ենք առաջ քաշել, որտեղ ակնկալում է համագործակցության ֆորմատ։ Միասին ճանապարհ գնալու ֆորմատ չէ, ասենք տևական ժամանակ քաղաքական ճանապարհ, բայց համագործակցության ֆորմատ մենք առաջարկում ենք ճակատի գաղափարը։ Այսինքն եթե այդպես պետք լինի, նրանց հետ էլ գնաք դաշինքի։ Ճակատի բանայությունը կայանում է հետևյալում. առանձին դաշինքները միավորվում են եւ ստեղծում են ճակատ։ Առանձին դաշինքները միավորվում են եւ ստեղծում են ճակատ։ Այսինքն, եթե մեր կուսակցությունը մեկ ուրիշ կուսակցության հետ կամ կուսակցությունների դաշինք կազմի, ինքը լինելու է այդ ճակատի բևեռներից մեկը։ Հիմա այսօր արդեն մի քանի բևեռ հայտնի են։ Հայաստան դաշինքը, մեր ձևովը, ՀԱԿ-ը, Գագիկ Ծառուկյանը, Միասնության թևեր, եթե ինչ-որ մեկի մոռանում թներով են, բայց առայժմ այդքան ձևավորված է։ Նիկոլ Փաշինյանը շատ հավանական է, որ ուժեղ բևեր ձևավորվի դոկ կուսակցության շուրջ
Եվ մյուս հավանական տարբերակներ, ասենք, մնացած ընդդիմադիր ուժերը կարող են Նայեք, միջընդդիմադիրները այսպես երկմտում են, ում հետ դաշինք կազմեն, ոնց մասնակցեն ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը ասում է, մեր նշաձողը 65%-ն է, այսքան ինքնավստահ են իրանք։ Ու հստակ արդեն այսպես սկսել են գնալ մարզից մարզ, հանդիպել քաղաքացիների հետ, ինչ-որ հարցեր քննարկել։ Հա, դե հիմա դա իրենց համար նշաձող է, դա իրենց համար ցանկություն է, որը այնքան էլ անիրական չի, եթե ընդդիմությունը շարունակի գործելավոճը, որ այսօր կա, որ այսօր գոյություն ունի։ Այն դասավորվածությունը, որ այսօր կա։ Այսինքն, եթե մեր ասած ճակատի գաղափարը կամ նման որևէ բան կյանքի չկոչվի, ապա անհրաժեշտ պահին մեր ձև շարժումը դուրս է մղվելու քաղաքական պայքարից, չի հասնելու ֆինիշին, եւ այդ ժամանակ արդեն Նիկոլ Փաշինյանը գավակի 65-ից էլ ավելի տոկոս ձայն, հաջա։ Ինչու պետք է չհասնի ֆինալին։ Որովհետեւ այսօր արդեն ակնհայտ է, որ եթե մեր ձև շարժումը հասնի ֆինիշին, ապա Գյումրի երկուսը դա բան է, ակնհայտ է, ուղղակի բառից բնեմաստով։ Այսքան թույլ չեն տալու գրանցել նրան։ Չէ, կգրանցեն, հետո գրանցումից կհանեն։ Այլ տեխնացուներ ունեն, կարող են փոխարինել գուցե։ Ոնց։ Չէ։ Կուսակցությունը այլ տեխնացու առաջադրի իրանց ուժեղ Հայաստան։ Բանին գրանցումից կան, հենց կուսակցությանը գրանցումից կհանեն։ Կուսակցությանը ընտրապայքարից կհանեն։ Այդ արտաքին հետախուզական ծառայության զեկույցին ծանոթ եք, ասում է այլ երկրներում ապրող հայերին ճնշում են, այսպես ասում են գնացեք։ Արտաքին հետախուզության ծառայության նյութերը Արամ Սարգսյանի հետևողական հարցազրույցները, դրանք նախերգանքներն են, որ X պահի մենք խոսենք պերաշկի եւ կուկուրուզի մասին, իսկ Նիկոլը անի իր գործը։ Փորձում է թեման շեղել, բայց ստացվում է լավ էլ։ Օրակարգը ձեռքը վերցնել։ Իհարկե, մեր օգնությամբ, մեր ձեր բոլորի օգնությամբ։ Ձեր օգնությամբ ինչու՞ մեր։ Մենք դες հարցեր ենք ուղում, ասում ենք ինչ եք անում, որ օրակարգը ձեր ձեռքը վերցնեք դիմադիրներին։ Կուկուրուզի մասին, բանի մասին։ Մի անգամ են հարցել, ես ասել եմ, որ դա ինձանից են սովորել, որովհետեւ այն գլխից ես էի, որովհետեւ այն գնում Բրդուշները պատրաստ, պայեսակում դրված էր եւ որտեղ որ պետք է հաց ուտեին, սովորական հաց էի ուտում։ Բանը, բայց ես չեմ նկարել։ Ես էլ լիքուրիչ բաներ եմ անում, ինքն էլ լիքուրիչ բաներ անում, բայց չի նկարում, չէ՞ գցում բաները։ Իսկ այդպեսի բաներ գցում, որ մենք այդ մասին խոսանք, որպեսզի հետո այդ ֆոնի վրա իր քայլերը, ասես կոչված անցավ անցնել։ Հիմա ուզում եք ասեք, ձեզ ընդօրինակում է Փաշինյանը։ Ընդօրինակել է։ Ընդօրինակել է։ Պարոն Աղազարյան, նայեք, այն ուժերին, ովքեր այսպես, հա, այդ թվում նաև սա ձեր այս տեսակետը ձեր մասկին է, հա, վերաբերվում։ Ասում են այդ փոքր ուժերը, ովքեր այդքան էլ, հա, ակնհայտ է, որ այդպես մեծ ձայներ ընտրություններին չեն հավաքելու, իրենք սպասարկելու են ընտրություններին, եթե մասնակցեն Նիկոլ Փաշինյանի օրակարգը, որտեղ միայն ձայները փոշիացնելու գործով են զբաղված, լինելու ինչը հոգուտ իշխանության է լինելու, նրանց ջրաղացը ջուր են լցնելու։ Օրինակ ինչից է երևում, որ ասենք մենք բանը չենք հաղթահարելու 4% ձայները։ Դե նորաստեղծ կուսակցություն եք այդպես, որպես այդպեսին։ Նորաստեղծ կուսակցություն ենք, բայց կառույցներ դեռ կա Հակոբ Ասլանյան եւ Հովիկ Աղազարյան։ Ասենք օրինակ ինչից է երևում, որ մենք բանը խի 20 տարվա կուսակցություն կայի հասած հաղթահարելու, հա 4%-անոց բարիերը։ Ինչից է երևում, որ օրինակ ինչից է, օրինակ ինչու եք դուք, կոնկրետ դուք Ես այլ տեսակետերն եմ ասում, դուք շատ բարի, ինչու է տեսակետը գոյություն ունի, որ ասենք օրինակ մենք ավելի քիչ հնարավորություն ենք, քան Նիկոլ Փաշինյանը եւ կամ թե Սամվել Կարապետյանը։ Ինչու է այդ տպավորությունը։ Ինչու է այդ տարբերությունը մեր եւ իրանց։ Դուք պետք է բացատրեք, ինչու են այսօր տարբեր հարցումները բացատրել։ Ես կարող եմ բացատրել, երբ որ Հովիկ Աղազարյանը քաղաքական գործիչ էր, Սամվել Կարապետյանը չկար։ Նա ուժեղ բիզնեսմեն եւ հաջողակ բիզնեսմեն գործարար մարդ էր, այո, բայց որպես քաղաքական գործիչ չկար։ Ես ավելի վատ քաղաքական գործիչ եմ, քան Գագիկ Ծառուկյանը։ Եթե այո, ապա ինչու։ Մի վարքյան, հիմա գալիս եք իցա, հարցի պատասխանին։ Հիմա ես ավելի վատ քաղաքական գործիչ եմ, քան Գագիկ Ծառուկյանը։ Չէ, չի ասի, որ ակնհայտ վատ քաղաքական գործիչ եմ, քան Գագիկ Ծառուկյանը։ Հիմա ի՞նչն է տարբերությունը իմ Գագիկ Ծառուկյանի, իմ Սամվել Կարապետյանի, իմ եւ Նիկոլ Փաշինյանի։ Իրենց ռեսուրսները ավելի շատ են։ Մի րոպե, հիմա բան ենք ասում, լսեք։ Տարբերությունը այն է, որ այնտեղ կա վարչական ռեսուրսներ
եւ ռեպրեսիվ ապարատ տարբերություններն են, որոնց կա փող եւ կա փող։ Այդ չի տարբերություն ակնհայտ։ Ակնհայտ ի՞նչ տար, ակնհայտ Սամվել Կարապետյանը հայտնի քաղաքական գործիչ, հա։ Չէ, ակնհայտ տարբերությունը այդ է։ Ես էլ ասում եմ, թքած ունեմ այն հասարակության վրա, որ փողի զորով եւ վարչական ռեսուրսների զորով ու ռեպրեսիվ ապարատի զորով իշխանությունը ձևավորում, թքած ունեմ։ Իսկ մենք, եթե չկարողացանք դաշինք կազմել, մենք կմասնակցենք ընտրություններին, թող ընտրողը ասի, որ պարոն Աղազարյան եւ պարոն Ասլանյան ձեր ոչ միայն կենսաբանական թոշակի տարիքն է, այլ նաեւ քաղաքական թոշակի տարիքն է։ Մենք հետ կհեռանանք։ Բայց մենք ո՞նց իմանանք, որ դա այդպես չի եւ ասենք թե հասարակությունը օրինակի համար մեր կարիք ունի։ Այսինքն ընտրությունից հետո կարող է թոշակի գնացողներ լինեն, այսպես քաղաքական առումով։ Դե օրինակի համար կարող է, բա ոնց ասենք, բնականաբար։ Նիկոլ Փաշինյանը ասում է, եւ երկրորդը մաս կուսակցությունը առաջարկում է հստակ ճանապարհ, որով գնալու դեպքում մեր ձեւով շարժումը գալիս է իշխանության։ Հստակ ճանապարհ։ Մենք ավելի կխորացնենք այդ բանը դիրքերը եւ ավելի հիմնավորումներ գտնենք։ Իրենց ներկայացրել եք այդ ծրագիրը, հենց իրենց։ Չէ, ես ասել շփում չունեմ, որ ներկայացնեմ։ Այդ հնարավորությունը չունեմ։ Ես այդ հնարավորությունը չունեմ։ Այդ բախտը շագերտների մեջ տենես ինչ չկա, իրաց հետ շփվելու, Ռոբերտ Քոչարյանի հետ շփվելու, ես այդ հնարավորությունները չունեմ։ Գաղափարը հրապարակել ենք, ասել ենք մամուլի ասելուսում, հաստատության ժամանակ ասում ենք, թող եթե հարմար են գտնում, թող օգտվեն այդ գաղափարից։ Եթե անհանգստություն ունեն, որ ճակատը ձևավորվի եւ Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Աղազարյանը այդ ճակատի մեջ լինելով Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ բացական դերակատարություն կունենան, ճակատը ձևավորվելու դեպքում մենք պատրաստ ենք չմասնակցելու ընտրություններին, մեր տեխնատությունները չդնելու։ Հայերենա, թե հայերեն չի։ Պատրաստ եք անգամ տեխնատությունը հանել, այսինքն։ Այո, եթե ճակատը ձևավորվի եւ ճակատի մեջ գտնվող ուժերը գտնեն, որ անհանգստություն կա, այդ երկու ձանը կարող Պատերեսյանյան գնա, որովհետեւ ենթադրյալ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, ապա մենք պատրաստ ենք ճակատը ձևավորվելու դեպքում մեր առաջարկած գաղափարով։ Մեր տեխնատությունը չառաջադրել որպես պատգամության տեխնատու, ել ինչ եք ուզում։ Ասում կրակեք ուզում։ Ես մի դիմ եք, մեզ դիմադիրների դիմեք, դիմեք, բան Աղազարյան։ Հավաքական ընտրող էլի։ Բան Աղազարյան, այ հենց դա է խնդիրը, որ հենց այդ մտավախությունն է, հա, հասարակության մոտ, որ որքան էլ ԿՊ-ից դուրս եք եկել, ասում են մեկ է, դուք ձեզ ասոցացնում են ԿՊ-ի հետ, ինչ էլ անեք, ինչքան էլ քննադատեք օր ու գիշեր։ Իհարկե, համաձայն եմ, որ այդ բանը կմնա այդ ասոցիացիան կմնա միշտ վերջը։ Պատկերավոր օրինակ էլ բերեցի, կարծեմ այդ օրինակը ստեղել եմ բերել, մի անգամ էլ հնչեցնեմ։ Եթե այնպիսի իրավիճակ լինի, որ իշխանությունը փոխվի եւ պարոն Ասլանյանը եւ ես, պարոն Փաշինյանին ուղեկցենք ԱՂԾ-ի պատվալ, պարոն Փաշինյանին աչ ձեռքը բռնած լինեն Ասլանյանը, ձախ ձեռքը բռնած լինեմ ես, միևնույնն է գտնվելու են մարդիկ, որ ասեն տեսակ, որ ասում ենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն են, չեք հավատում, ուղեկցեցին ԱԱՑ-ի պատվալ, ապահով տեղ, որ ժողովրդի դատաստանից փախնի։ Հետո մենք ժամանակ չունենք նստենք ապացուցենք, որ մենք ուխտ չենք։ Դա չկա։ Եվ երկրորդը փոշիացման հետ կապված։ Այսօր Հայաստան դաշինքներ, Գագիկ Ծառուկյաններ, մեր ձեւով շարժումներ, գրեթե վստահ են, որ հաղթանակելու են։ Այդ դեպքում այդ փոշիացումը իրանց օգտին է։ Իրանց օգտին է այդ դեպքում։ Ով շատ ձայն հավաքում նրա օգտին է։ Ազգային ժողովի նախագահը, հա, ձեր նախ երբեմնի թիմակիցով ձեր այդ բանակցություններ էր ակտիվ տանում, այսպես կանխագուշակումներ էր անում, ասում է անցնելու են խորհրդարան, իրենց հիմնականի իբրև մրցակից դիտարկում են Ուժեղ Հայաստանին ու Գագիկ Ծառուկյանին, ասում է մյուս ուժերը չեն անցնելու, իրենք են այսպես խորհրդարան, հաջորդ խորհրդարանում լինելու, այսինքն գործող այս պատկերը ամբողջությամբ փոխվելու է խորհրդարանում։ Մեր ձևով շարժումը եթե չդառնա անդիմությանը համախմբող ուժ եւ չհետեւի մեր առաջարկած ծրագրին կամ դրա նման մի հատ ուրիշ ծրագրի, ինքը ֆինիշին չի հասնելու ֆինիշին։ Մայիսի 15-ին 20-ին իրան դուրս են մղելու ընտրարշավից։ Դուք ԿՊ-ի ներսում ավելի լավ գիտեք ինչ է կատարվում, Նիկոլ Փաշինյանի մտադրությունները։ Իհարկե գիտեմ։ Իր հետ ավելի այսպես։ Իհարկե գիտեմ։ Ճանաչում եմ, գիտեմ։ Այ նաև ասում են, որ մենք կտեսնենք այս ընտրություններին ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան 21 թվականին։ Այդպես սա ինչ որ հայտարարություններ ընտրողներին ուղղված, թիմակիցներին ոգևորող, թե իսկապես թվաբանական իմաստով ավելի շատ ձայն չեն հավաքի։ Բայց տոկոսային իմաստով, այո, հնարավորություն են հավաքելու տոկոսային իմաստով։
որովհետև եթե մեր ձևով շարժմանը իրանք ընտրաշավից ընտրապայքարից դուրս մղեն, ապա այն ապաթիայի մթնոլորտը կառաջանա, որովհետև մեր ձևով շարժման ընտրող քաղաքացիները պարտադիր չի իրենց ձայնը տան Ռոբերտ Քոչարյանին, Հայաստան դաշինքին կամ ասենք Գագիկ Ծառուկյանին։ Մի մասը կտան, բայց մի հսկայական մասը ուղղակի ընտրության չեն գա, եւ քվեարկողների թիվը կլինի փոքր, եւ քաղաքացիական պայմանագրի հավանական 500,000 ձայնը կլինի 70%։ Եվ այդ ժամանակ այո կլինի տոկոսային հարաբերությամբ իրանք գունենան հսկայական հարաբերություն, բայց ցավաբանական հաշվարկով ավելի շատ ձայն չեն ունենա, քան 21 թվականին։ Պարոն Աղազարյան, նաև այսպիսի մի տեսակետ կա, որ այս ընտրությունները ոչ միայն այսպես ավելի շատ լինելու է աշխարհաքաղաքական նաև բնույթ է կրելու ռուսամետների, ռուսամետ ուժերի եւ արևմտամետ։ Այ ձեր ուժը ինչ որպես դիրքավորվելու է հակված ռուսամետ, արևմտամետ, ինչ ուղղություն է։ Մեր ուժը ասում է հետեւյալը. Հայաստանի Հանրապետությունը չի կարող արտաքին հարաբերությունների կոնտեքստում որևէ դիրքորոշում ընդունել, որը կվնասի Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ռուսաստանին։ Մենք այդ ենք ասում։ Եվ մյուս կողմից ասում ենք, որ մենք պետք է հետամուտենք մեր շահերին։ Մեր շահերին առաջ։ Եվ տարածաշրջանային ինտեգրացիան ավելի են կարևորում, քան այսպես կոչված հեռավոր ինտեգրացիաները։ Եվ այս կոնտեքստում մենք գտնում ենք, որ Տրամպի ուղի հետ կապված փաստաթղթում շատ մեծ բացթողում կա, վտանգավոր բացթողում կա։ Օրինակի համար այն որ ասում է 74% եւ 26%, եւ ասում է որ դա ասում են հետո բարձրանալու է հարաբերակցությունը։ Չէ, մի կողմ։ Ես այդ հարաբերակցությունը կողմ եմ, բան չեմ, խնդիր չունեմ, բայց երբ որ ասում է որ կողմերը իրավունք ունեն իրենց մասնաբաժնից տան երրորդ կողմին, սա վտանգավոր կետ է։ Այդ պիտի չլինի, դա պիտի վերացվի։ Կողմերը իրավունք չպետք է ունենան իրենց մասնաբաժնին տան երրորդ կողմին։ Հետևաբար օրինակի համար եւ հետևաբար եթե այդ ձերի փաստաթուղթ կնքվի, դա ոչ կլինի Ռուսաստանի դեմ, կլինի ոչ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Այստեղ իրան մեջ պարունակում է թաքուն ական, որ սա ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որովհետեւ 2 տարի հետո, 3 տարի հետո Տրամպը իր բաժին 74%-ից 50%-ը կտա Թուրքիային։ Եվ ինչ։ Այս դեպքում ական է մեզ համար։ Մեր համար ո՞ւմ։ Դուք Իրան նշեցիք Իրանի համար։ Չէ, ականը հետադարձ կապով մեր համար բնականաբար։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները փշացնելը մեր համար բան չի, նա ճիշտ ձև չի։ Ասենք օրինակի համար եթե լինի որ իրավունք չունեն կողմերը իրենց մասնաբաժնից տան երրորդ կողմի, այդ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության մեր եղբայրական ժողովուրդը ինչ պրետենզիա կունենա մեր հանդեպ։ Ոչ մի պրետենզիա։ Մենք տնտեսական հարց ենք լուծում, այս խնդիրն ենք լուծել, այս ձևով անում ենք մեր շահերից բխում է։ Բայց if կա այդ հնարավորությունը, ինքը կասի, գիտես ինչ կա, Հովիկ ջան, Նիկոլ ջան, վաղը չմիսօրը դուք չեք կլինի Հայաստանի Հանրապետության ղեկավարը վարչապետը մեկ էլ մյուս, կլինի մի հատ թույլ մեկը կաշառակեր գողավազակ, պատահաբար։ Եվ Ամերիկայի ճնշման տակ կհամաձայնվի, որ Ամերիկան իր բաժինը տա Թուրքիային։ Այդպես Թուրքիային Իրանի Իսլամական Հանրապետությունը խեղդվում է։ Այս իր համար հյուսային մասում։ Հետևաբար դա շատ խոցելի է։ Օրինակի համար, ասենք, եթե հիմա ես դեմ եմ այդ տեսակետին, որ եթե ես ձեր հարցինի պատասխան, հիմա ես դեմ եմ, որ այդ հնարավորությունը լինի այդ փաստաթղթում, որ հնարավորություն ունենա իր մասնաբաժինը տա ուրիշին։ Հիմա ես ռուսամետ եմ, թուրքամետ եմ, այդ դուք որոշեք, իրանամետ եմ, թե ամերիկամետ չեմ։ Այդ դուք որոշեք արդեն։ Պարոն Աղազարյան, նաև մամուլում այսպես պարբերաբար լուրեր են պտտվում, որ ՔՊ-ի ներսում այսպես բուրըն ընտրություններից առաջ պայքար է գնում, թե Նիկոլ Փաշինյանի աչքին ով կբարձրանա, ով տեղ կգտնի ցուցակում, որտեղ տեսնում ենք անդադ կան անգամ որ վարչություն ընտրել է, բայց հետո դուրս են մնում ցուցակից։ Ինչ է կատարվում։ Այդպես դուք ինձ թվում է։ Դե ինչ է կատարվում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երբ որ եկավ իշխանության, ես էլ իրանց հետ էի այն ժամանակ կուսակցականների թիվը երևի 300 էր, որից ակտիվը մի 50 հոգի էին։ Հիմա կուսակցությունը կարծում 7000 անդամ ունի, եւ դա ոչ մի կապ չունի այն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, որը սկզբնական շրջանում ներկայացավ, հայտ ներկայացրեց քաղաքական դաշտին։ Եվ հետեւաբար այդտեղ արդեն process-ները գնում են
այլ կերպ։ Ասենք այն հիվանդությունները, որոնք հասարակական քաղաքական հիվանդությունները, որ կա հասարակության մեջ, մոտավորապես նույն համեմատությամբ գոյություն կա քաղաքացիական պայմանների կուսակցության մեջ։ Պատեհապաշտություն, պաշտոնի համար կռիվ, արևի տակ դիրք բանալու համար պայքար, մեկը մյուսի ոտի տակ քանդելու բան։ Դա կա, չի կարա չլինի։ Եվ այս ամեն ինչը դրա արդյունքն է։ Եվ հիմա եթե նայում ենք այդպես կոչված պրայմերիզի արդյունքներին, եթե նայում ենք, էլի, շատ կարևորելով եւ գնահատելով այդ մշակույթը, ապա տեսնում ենք, որ այնտեղ բաները տեղունեցել, որ չէր կարա այդպես լինել։ Ինչ օրինակ։ Չէ, ասում ինչ օրինակ, ո՞ր կարող օրինակ։ Դե ինչն է որ այդքան։ Մարդկա ինչ-որ ձայների թվականակը հավաքի, որ անհնար էր։ Անհնար էր։ Խոսքը չի գնում բնականաբար Սուրեն Պապիկյանի մասին կամ Արայիկ Հարությունյանի մասին։ Բայց այնտեղ այնպեսի մարդիկ կան, որոնք ձայներ են հավաքել, որ անհնար է դրանց ձայներ հավաքել, դա չէր կարող։ Անուններ չեք նշում։ Իհարկե չեմ նշի։ Փաշինյանի ցանկությամբ է ցուցակը կազմվել, այսինքն ըստ նրա սիրելիների, այսպես չի ասել բանը ուղիղ, այսպես կոչված բանով, ցուցումով, բայց կա։ Շնորհակալ եմ, պարոն Աղազարյան, ձեր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Ազգային ժողովի պատգամավոր ՄԱՍ կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։